Ինչ վերաբերում է ձեր նշած բարձրացրած հարցին, պարոն Վարդանյան, Վճռաբեկ դատարանը ունի նախադեպ մեկ այլ գործով եւ շատ թարմ 2019 թվականին, որտեղ ես անդադ սպասում եմ այդ կրկնակի դատապարտման հարցը, դրա համար ես նախադեպը վերցրած եկել եմ, որտեղ ինձ էլ էր առաջին հերթին այդ հարցը հետաքրքրում, բայց հենց նույն դատախազության այն դիրքորոշումը 2019 թվականի, որ նախկինում թեկուզ ոչ արդարացնող հիմքով կարճված, բայց նույն վարույթի շրջանակում հետագայում փողերի լվացման մեղադրանքում նույն փաստերի օգտագործումը կրկնակի դատապարտում է, դատարանները գտել են, այդ թվում միահամուռ բոլոր դատարանները գտել են, որ ոչ։ Դա միջդատական վարույթում գտնվող գործի մասին է, դրա համար դատաքննական համարը նախաքննության համար, դատաքննական համար չի նախաքննության համարը, բայց եթե ձեզ մասնագիտական առումով հետաքրքիր է, կարող եմ տրամադրել ծանոթացման։ Սա կրկնակի դատապարտման մասով ձեր մտահոգության տեսանկյունից մի րոպե էլ կտակ պատասխանեմ վերջին հարցին։ Ինչ վերաբերում է համայնքի ավականուն, միջնորդագրում շատ մանրամասն նշված է, թե դպրոցի սահմանները վերաճշտելու ժամանակ, որ մեկը ինչա արել։ Եվ այստեղ չի գնացել ավականու որոշումներով, այստեղ գնացել է ձևական աճուրդներով։ Ինչ են արել, ասել են դպրոցի տարածքը ոչ թե X-ը, այլ մինուս ինչ-որ մի միավոր, եւ այդ ինչ-որ մի միավորը, ուրեմն պետական կառավարման կոմիտեի լիազորությունը չի, իդեպ երկու օր մամուլում շրջանառվում է, բա կառավարությունը ոնց է այդ տարածքները տալիս, շատ պարզ է, որովհետև կառավարությունն է որոշում ու հատկացնում, տվյալ դեպքում կառավարության որոշումն են շրջանցել, ոչ թե ավականու, պարոն Վարդանյան։ Այստեղ իրենք փորձել են ցույց տալ, որ սա ուղղակի համայնքի սեփականությունը եւ դրել են աճուրդի համայնքի սեփականությունը։ Ոչ թե օտարել են, ոնց որ երկու վկայակոչված փաստաբաններ վկայակոչվում, երկու վկայակոչված դպրոցների դեպքերով, որտեղ որ կառավարության որոշմամբ է դպրոցին հատկացված հողատարածքը հետ վերցվել եւ հատկացվել ներդրումային ծրագրին։ Իդեպ նույն Տարոն Մարգարյանի պրակտիկայում կա մի դեպք էլ, որը մեկ այլ քրեական վարույթ է, որտեղ որ Տարոն Մարգարյանը կառավարություն էր ուղարկել հարցը, որպես քաղաքապետ եւ գործել էր լրիվ իր լիազորությունների շրջանակում։ Բայց այդ մյուս վարույթում էլ ներդրումային ծրագիրն էր փոշիացվել եւ այդ պատճառով դարձել էր քրեական գործ։ Այսինքն ներդրումային ծրագիրը, որը խոստացվել էր, 3 կառավարության որոշումներով զրոյացվել էր։ Գիտեք, հայտնի Չայկովսկու դպրոցի հետևի այդ կաթսայատան պատմությունն է։ Այսինքն ասել, որ մենք իր օրինական ճանապարհը չգիտենք, էլի չի ստացվելու, որովհետեւ նույն ժամանակահատվածից 13-14 թվականների ուղիղ գրություններ կան, որտեղ քաղաքապետը գրում է, որ կառավարությունը կարող է այս լիազորությունը իրականացնի։ Հուսամ կարողացա պատասխանել։